Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստան է մեկնել սեպտեմբերի 25-ին նա Մոսկվայում կմասնակցի համաշխարհային ատոմային շաբաթ համաժողովին։ Ավելի վաղ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտնել էր, որ Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կազմակերպած տրանսատլանտյան ընթրիքին։ Մինչ այդ կողմերը ոտքի վրա կարճ հանդիպում են ունեցել, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել էին նաեւ սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում։ Նրանք մտքեր էին փոխանակել խաղաղության օրակարգի առաջմղման հնարավոր քայլերի շուրջ։ Մոսկվայի Շերեմետիևո օդանավակայանից Սանկտ Պետերբուրգ մեկնող չվերթներից մեկի ուղևորները տարհանվել են օդանավից թռիչքուղում մեկ այլ ուղևորատար ինքնաթիռի հետ բախման պատճառով։ Տեխնիկական ծառայությունները զննում են օդանավը, վնասվել է դրա պոչի հատվածը, տուժածների մասին չի հաղորդվում։ Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպմանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն քննարկել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով ռուս-ամերիկյան գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացման ուղղությամբ քայլերը։ Կողմերը վերահաստատել են խաղաղ լուծումներ գտնելու փոխադարձ շահագրգռվածությունը։ Կողմերը պայմանավորվել են նաև կառուցողական երկխոսություն պահպանել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Միացյալ Նահանգներն այս շաբաթ ՄԱԿ-ի նիստերում ներկայացրել է Մերձավոր Արևելքի վերաբերյալ 21 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը։ Վաշինգտոնը հույս ունի առաջիկա օրերին առաջընթաց գրանցել Գազայի հարցում, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։ Նա նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի ամենամյա գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ առաջարկներ է ներկայացրել Սաուդյան Արաբիային, Կատարին, Եգիպտոսին։ Ուիտկոֆը հավելել է, վստահ են, որ առաջիկա օրերին կարող են հայտարարել ինչ-որ բեկման մասին։ Հայաստանի տարածքում սեպտեմբերի 25-ին 26-ի գիշերը 28-ի ցերեկը սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-ին եւ 29-ի ցերեկը 27-ին գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաներում սպասվում է կարճատև անձրև։ Սեպտեմբերի 27-ից 28-ին առանձին շրջաներում հնարավոր է նաեւ մառախուղ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ին աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 4 աստիճանով։ Երևանում սեպտեմբերի 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։